Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Նրանից առաջ դա արել են դաշնակները և բոլշևիկները Ալեքսանդրապոլի և Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից կամ պահանջներից։ Դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկ։ Այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից։ Դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի և Արկադի Ղուկասյանի սև գործը։ Եվ վերջի վերջո Սարգսյանը չէ, որ նվաճել է մադրիդյան սկզբունքները։ Դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։